Փետրվար 26 Ձեզ հետ է Քրիստինեն։ Նմանվել Քրիստոսին ասել է խորը ցանկությամբ սրտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն բոլորիդ, մաղթում եմ ուրախ փետրվարի 26 և տարվա 9-րդ շաբաթ։ Եկեք միասին 3 անգամ ընթերցենք անգիր սովորելու համար նախատեսված 9-րդ շաբաթվա հատվածը։ Ես կկարդամ առաջին անգամ, կլռեմ երկրորդ անգամ, ընթերցելու առիթը տալով ձեզ, այնուհետև ես և դուք միասին կկարդանք երրորդ անգամ։ Այսպես, ամեն օր 3 անգամ կարդալով մինչև յուրաքանչյուր շաբաթվա վերջ, հեշտությամբ, բայց ձեր նվիրվածության ու ներդրված ջանքերի արդյունքում շաբաթ առ շաբաթ, ավելացնելով անգիր արված մեկ հատված, տարվա վերջում 52 վարդապետական և կիրառական կարևոր աստվածաշնչյան հատվածներ կդառնան ձեր սեփականը։ Հավատարմությունը ու հետևողական մնալը կարևոր գործոններ են այս ընթացքում։ Այս շաբաթվա անգիր անելու համար մենք սովորում ենք 2 Տիմոթեոս 3 գլխի 16-ից 17 համարները։ Եկեք կարդանք։ Ամբողջ գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ Այժմ դուք կարդացեք և ինքներդ ծանոթացեք այս հատվածին։ Եկեք կարդանք միասին երրորդ անգամ։ 2 Տիմոթեոս 3 16-ից 17 Ամբողջ գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։ Այսօրվա աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. Ղևտացոց 21:1-ից մինչև 22, 33, Սաղմոս 27, 11-ից 14, Առակաց 10, 13-ից 16 և Նոր Գտականից Մարկոս 5, 21-ից 43։ Մաղթում եմ ձեզ ուրախ և օրհնյալ օր, մինչ հաջորդ հանդիպում։